Իսրայելը եւ Իրանն արդեն 7-րդ օրն է հարվածներ են հասցնում միմյանց։ Իրանական հարվածներից Իսրայելի հարավում հիվանդանոց է խոցվել։ Թել Ավիվի մերձակայքում մի քանի բնակելի շենք է վնասվել։ Իսրայելը հայտնել է առնվազն 240 վիրավորի մասին։ Նրանցից մի քանիսի վիճակը ծանր է։ Բիրշեբա քաղաքում Սորոկա հիվանդանոցին հասցված հարվածներից վիրավորների թիվը գերազանցել է 70-ը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Թեհրանը ծանր գին կվճարի հիվանդանոցը թիրախավորելու համար։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն էլ մեղադրանքները հնչեցրել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի հասցեին, դատապարտելով հիվանդանոցի վրա հարձակումը։ Կացի խոսքով Խամենեին չպետք է շարունակի իր գոյությունը, եթե Իսրայելը ցանկանում է հասնել իր բոլոր նպատակներին։ Իսրայելի պաշտպանության նախարարը նաև հայտարարել է, որ Ցահալին հրամայվել է ինտենսիվացնել հարձակումներն Իրանում ռազմավարական թիրախների եւ Թեհրանի կառավարական օբյեկտների նկատմամբ։ Իր հերթին իրանական կողմը հայտարարել է, որ թիրախավորել է ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտ, որն Իսրայելը տեղակայել էր հիվանդանոցի կողքին, իսկ հիվանդանոցը վնասներ է կրել Պայթյունի ալիքից։ Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել էր տարբեր վայրերից Իսրայելի ուղղությամբ հրթիռներ արձակելու մասին։ Առաջին անգամ Իսրայելի ուղղությամբ արձակվել են երկաստիճան ծանր հեռահար Սեջիլ հրթիռներ։ Հակամարտության ֆոնին Թեհրանի բազմաթիվ բնակիչներ սկսել են հեռանալ մայրաքաղաքից։ Իրանում ինտերնետ հասանելիությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Ըստ պաշտոնական մեկնաբանության դա արվել է թույլ չտալու, որ թշնամին սպառնա քաղաքացիների կյանքին եւ սեփականությանը։ Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Թեհրանին եւ Իրանում գտնվող այլ թիրախների նոր ավիահարվածներ հասցնելու մասին։ Իսրայելական 60 կործանիչ հարվածել են 20-ից ավելի ռազմական թիրախի, այդ թվում միջուկային մշակումների հետ կապված օբյեկտների եւ հրթիռների արտադրության վայրերի։ Թեհրանի կենտրոնում աշխատել են հակաօդային պաշտպանության համակարգերը։ Թիրախավորվել է նաեւ Արաքի ծանր ջրով աշխատող ռեակտորը։ Ըստ իրանական կողմի ճառագայթման արտահոսքի սպառնալիք չկա։ Միջուկային օբյեկտի անձնակազմը նախապես տարհանվել էր։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտնել է, որ ռեակտորը շահագործման մեջ չի եղել եւ չէր պարունակում միջուկային նյութեր, այնպես որ ռադիոլոգիական ռիսկեր չկան։ Հակամարտությունը քննարկելու համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր վարչակազմի անդամների հետ փակ խորհրդակցություն է անցկացրել Սպիտակ տանը, որից մանրամասներ չեն հաղորդվում։ Մինչ այդ լրագրողների հետ զրույցում Թրամփը եւս մեկ անգամ շեշտել էր. Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա։ Ես չեմ ցանկանում խառնվել, բայց 20 տարի, գուցեև ավելի երկար ասում են, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Կարծում եմ նրանք մի քանի շաբաթից արդեն կունենային միջուկային զենք։ Թրամփը նաև ափսոսանք է հայտնել, որ չի հաջողվել Իրանի հետ կնքել միջուկային խնդրի շուրջ համաձայնագիր, որը նրա խոսքով շատ մոտ էր։ Այնուամենայնիվ ԱՄՆ նախագահը դա դեռ հնարավոր է համարում։ Գուցե դա դեռ կարող է տեղի ունենալ։ Նրանք ցանկանում են գալ եւ տեսնել մեզ։ Նրանք ցանկանում են ինձ հետ հանդիպել Սպիտակ տանը։ Տեսնենք, թե ինչ կլինի։ Միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ այժմ նպատակը Իսրայելի եւ Իրանի միջև հրադադարի հաստատումը չէ։ Մենք հրադադարի չենք ձգտում, մենք ձգտում ենք լիարժեք, բացարձակ հաղթանակի։ Եվ դուք գիտեք որն է հաղթանակը, ոչ մի միջուկային զենք։ Չնայած Թրամփը պնդում է, որ Իրանը մոտ էր միջուկային զենք ունենալուն, ամերիկյան հետախուզությունը հաստատել է իր նախորդ եզրակացություններն այն մասին, որ Թեհրանն աշխատանք չի տանում միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ։ Ամերիկյան հատուկ ծառայությունները դեռևս որևէ ապացույց չունեն, թե Իրանը փորձում է միջուկային զենք ստեղծել, հայտարարել է Սենատի հետախուզության հանձնաժողովի փոխնախագահ Մարկ Ուորները։ Իր հերթին Բենյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին աջակցության համար եւ նշել. Իսրայելը քայլ առ քայլ առաջ է գնում Իրանի միջուկային օբյեկտների եւ բալիստիկ հրթիռների ներկայացրած սպառնալիքը ոչնչացնելու ուղղությամբ։ Նեթանյահուն շեշտել է. Իսրայելը երբեք չի ունեցել ավելի լավ բարեկամ, քան Թրամփը։ Նրա խոսքով ամեն ինչ կախված է Թրամփից։ Նա գիտի խաղի կանոնները։ Իրանը բազմիցս հայտարարել է, իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակ է հետապնդում։ Թեհրանը չի ցանկանում միջուկային զենք ստեղծել։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին եւս մեկ անգամ հայտարարել է այդ մասին, հավելելով. Իրանի գործողությունները միայն ինքնապաշտպանական բնույթ են կրում։ Նույնիսկ մեր ժողովրդի դեմ ուղղված ամենադաժան ագրեսիայի պայմաններում Իրանը առայժմ հակահարված է տվել միայն իսրայելական վարչակարգին եւ ոչ թե նրանց, ովքեր օգնում եւ խրախուսում են նրան։ Արաղչին միևնույն ժամանակ շեշտել է, որ Իրանը պատրաստ է հակամարտության կարգավորման դիվանագիտական միջոցներով։ Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտությանը Վաշինգտոնի ներգրավվելու մտավախությունների ֆոնին կոնգրեսում քննարկումներ են սկսվել։ Դեմոկրատ եւ հանրապետական որոշ կոնգրեսականներ կարծիք են հայտնել, որ ԱՄՆ-ն չի կարող ներգրավվել հակամարտությունում առանց կոնգրեսի համաձայնության եւ նման որոշման դեպքում Թրամփը պետք է դիմի օրենսդիր մարմնին։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին ավելի վաղ հայտարարել էր. Միացյալ Նահանգների ցանկացած ռազմական միջամտություն կհանգեցնի անդառնալի վնասների։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներն էլ նախազգուշացնում են. տարածաշրջանում ամերիկյան առնվազն 10 ռազմաբազա գտնվում է Իրանի հասանելիության սահմանում։
Ռուսաստանի նախագահը միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ բոլոր կողմերը պետք է ուղիներ գտնեն հակամարտությանը վերջ դնելու համար այնպես, որ ապահովվեն ինչպես Իրանի շահերը, այնպես էլ Իսրայելի։ Վլադիմիր Պուտինի խոսքով Մոսկվան խաղաղության հասնելու իր գաղափարները ներկայացրել է ներգրավված պետություններին։ Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ազգային անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել եւ արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյին հանձնարարել եվրոպական գործընկերների հետ առաջիկա օրերին նախաձեռնություն մշակել Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտության բանակցային լուծում գտնելու ուղղությամբ։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։